Եկեք առաջի գլխի առաջի խոսքից կարդանք։ Աքազիայի որդի Նեհեմիայի խոսքերը։ Ես չգիտեմ Քազղև ամիսը ինչ որ ամիսն է, բայց այսպես է գրած. Քազղև ամսվա մեջ Արտաշես թագավորի 20-րդ տարին, երբ ես Շուշան մայրաքաղաքն էի, Աննայի անունով եղբայրներս մեկը ու մի քանի Հուդայից մարդիկ ինձ եկան։ Նրանց գերությունից ազատված հրյաների եւ Երուսաղեմի մասին հարցրեցի։ Նայեք, իշտ ամեն հետաքրքիրը։ Այս մարդը ապահովված մարդ էր, ոչ մի խնդիր չուներ, բայց գիտեք ինքը հետաքրքրված է իր երկրով։ Ոչ թե հետաքրքրված էր գնամ ընտրություն կատարեմ, գնամ ինչ ուլում ինձանից հետո լինի, այլ հետաքրքրված էր իր երկրով։ Ու հետաքրքրում է ինչ կա իմ երկրում։ Եվ ասում է, եւ ինձի ասեցին գերությունից ազատվածների գավառի մեջ մեծ նեղության ու անարգության մեջ են, ու Երուսաղեմի Պարիսպը փլված է, նրա դռները կրակով այրված են։ Գիտեք, մի բան իրան ասեցին, որ իր սրտի մեջ սկսեց ինչ-որ բան տագնապել։ Քաղաքը ավիրված է, Պարիսպի դարպասը վառված է։ Եվ նայեք, ասում է, երբ այս խոսքերը լսեցի, նստա լացի։ Ու քանի օր սուկ բռնեցի եւ ծոմ պահելով երկնքի Աստծուն աղոթք արեցի։ Նայեք, գիտեք ինչ ամենահետաքրքիրը, որ մարդուն լուր են բերում, որ իր քաղաքը վնասված է, դարպասը վառված է, նստում լացում է։ Գիտեք չի ասում։ Շուշուտ երեխեքից վեգալ եմ եթամ, հանգարց մի բան խառնվի, ես մեջը չլնեմ։ Ինքը ապահոված կյանքով, թագավորի սրահում ապրող մարդ, բայց իր երկրի համար ցավ է ապրում։ Իր երկրի համար ցավ է ապրում։ Գիտես, իմանալով իրավիճակը, սկսեց աղաղակել Աստծուն։ Ոչ թե գնաց Արտաշեսին ասեց $2 միլիոն փող տուր, դետամ տենամ ինչ եմ անում, հարց լուծեմ գամ, այլ ինքը առաջին աղաղակեց Աստծուն։ Գիտեք սա ինչ է մեզ նշանակում, որ մեր կյանքի ցանկացած իրավիճակի մեջ մենք առաջինը պետք է աղաղակենք Աստծուն։ Ոչ թե փորձենք ինչ-որ ուրիշ տեղ լուծումներ գտնել, այլ աղաղակենք Աստծուն։ Ուզում եմ մի փոքր իշտեմ ներքև, երկրորդ գլուխ առաջի խոսքից։ Էլի չգիտեմ դա որ ամիսն է, որտեղ Նիսանը մենք մենակ մեքենա գիտենք, բայց թե Նիսան անունով ամիս կա։ Ինչ եք ծիծաղում։ Ասում եմ Նիսան ամսվա մեջ Արտաշես թագավորի 20-րդ տարին նրա առջև գինի կար։ Գինին վերցեցի ու թագավորին տվեցի, նրա առջև ասում է, բնավ տրտում չեմ եղել։ Նայեք, միշտ ինքը ուրախ թագավորի ձեռին գինի է տվել։ Միշտ ուրախ է եղել ինքը, բայց այս անգամ գիտեք ինչն է հետաքրքիր, ասում է, տրտում էի։ Թագավորը ինձ ասեց, ինչու երեսը տրտում է, քանի որ հիվանդ չես։ Ուրեմն սա ուրիշ բան չէ, բայց եթե սրտի տրտմություն։ Գիտեք շատ անգամ երբ որ մեր սիրտը տրտմում է ինչ-որ բանից, մեր դեմքն էլ է փոխվում։ Չի կարա քո սիրտը տրտում լինի, դեմքդ սես լինի։ Գիտես դա կարող ես ընդամենը մի կարճ ժամանակ պահել, բայց երբ որ սիրտդ ուրախ է, դեմքդ միշտ ուրախ է լինում։ Եվ այս մարդու, գիտեք, ինչն էր ասում, բայց ասում ետքո դեմքի տրտմությունը ինչ չի, եթե ոչ սրտի տրտմություն։ Սրտի տրտմություն։ Եվ այսօր իմ խոսքից վերնագիրը այսպես են վերնագրել, մի քիչ մեր բառերով ասած, սրտացավ մարդ։ Գիտեք, այս մարդը իմացավ իր երկրի մասին, իմացավ իր երկրի դարպասների մասին, ու իր սիրտը սկսեց ցավել, տրտմեց։ Աստված իմ, ես ինչ է կատարվում իմ երկրի մեջ։ Ու գիտեք, մենք հետո տեսնում ենք Նեհեմիան ինչ է անում, վերցնում է որոշակի իրավիճակներ, խոսում է թագավորի հետ, թագավորը իրան հնարավորություն է տալիս, վերցնում է գույք, ապրանքներ, լիքը ուսած գնում է, սկսում է Երուսաղեմը կառուցել, դարպասը կառուցել, պատերը կառուցել, հետո թշնամին տեսնում է այդ ամենը, սկսում է բողոքանել Արտաշեսին, որ գիտես չկա, այս մարդիկ ես որ սարքում ես բունտ են անելու քո դեմ, քո թագավորության, հետո վերջը Նեհեմիան նորից գնում է, սա հարցերը լուծած հետ է գալիս,
Բայց ամեն դեպքում 4-րդ գլուխ 17 խոսքից եմ ուզում կարդալ։ Մարիսպե շինողները ու բեռնակիրները ու բեռը բարձրողները ամեն մեկ ասма իր ձեռի մեջ ամեն մեկը իր ձեռքով աշխատում էին ու մյուս ձեռքով զենքն էին բռնում։ Շինողներից յուրաքանչյուրը իր սուրը մեջքը կապած գործում էր ու փողահարը իմ մոտս կանգնած էր։ Նայեք։ Ինչն է հետաքրքիր։ Ասում մի ձեռքով աշխատում էին, մյուս ձեռքով սուր կար։ Եվ ասում ամեն մեկի մեջքին սուր կար կապած, խնդրում եմ իմ էֆեկտը մի քիչ իջացրեք, էլի։ Ամեն մեկի մեջքին ասում սուր կար կապած, եւ փողահարն էլ իմ կողքս կանգնած էր։ Փողահարն էլ իմ կողքս կանգնած էր։ Որ ցանկացած ժամանակ, հեն չէ որը փչեր, փողը փչեր, բոլոր մարդիկ միանգամից իմանային, որ Նեհեմիան կանչում է իրանց ու իրանք հավաքվեին։ Սա գիտեք ինչ եմ այսօր նմանացրել նորից։ Այս պատմությունը, որին վերնագրել եմ սրտացավ մարդ։ Ես նորից գնամ մեր ավակ Հովվի տեսիլքի վերջի կետին։ Եվ հիմա նայեք, ինչն է հետաքրքիր։ Ես չգիտեմ ինչ է այս երկու շաբաթ ես խոսում եմ, որ արտանաքո մեջ ավետարանչություն, արտանաքո մեջ ավետարանը տանելը, գիտեք ինչի, որովհետև մի բան եմ հասկանում, եկեղեցին գնալով քուն ա մտնում։ Քուն ա մտնում աղոթքի կյանքից, քուն ա մտնում ավետարանը տանելուց։ Գիտես, արդեն կտնես տպավորություն ա, որ բոլոր Արագածավան ավետարանված ա, Գետապը ավետարանված ա, Արտենին ավետարանված ա, Թալինով, բանով գնաց ասել ենք արդեն Բագրավանը դեղել ավետարանված, սաղ տեղեր ավետարանված ա, արդեն կարելի է բարձր դնել գղթերից տակ քնել։ Գիտեք, իրականում այդպես չի։ Եվ մեր Հովվի տեսիլքը սա էր, ավետարանը տանել։ Եվ այս պատմությունը ինձ այնքան սենց կպավ իմ սրտին ու սենց իմ մեջ բարձրացրեց մի բան, որ այս մարդը այնքան սրտացավ էր, որ ինքը պատրաստ էր ամեն ինչ թողնելու, գնալու, անելու այն, ինչ որ ինքը տեսնում էր։ Եվ Աստված իրեն հաջողեց։ Եվ հիմա նայեք, ինչն ամեն հետաքրքիրը, որ իրանք մի ձեռքով գործ էին անում, մյուս ձեռքով զենք ունեին, եւ 18-րդ խոսքում ասում ամեն մեկի մեջքը սուրը կապած էր։ Քանիստ եք հիշում Եփեսացիս 6-րդ գլխի մեջ գրված ինչն է սուրը։ Ինչն է սուրը։ Խոսքը։ Հիմա նայեք, խոսքը սուրն էր ու ամեն մեկի մեջքին կապած էր։ Հիմա եթե նայեք ամեն մեկը ձեզ, կամ այն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, նայեք իրականում Աստծո խոսքը ձեր մեջքին կապած է թե չէ։ Իրականում Աստծո խոսքը միշտ ձեր վրա կապած է թե չէ։ Ես չեմ խոսում գրքի մասին, ես խոսում եմ իրական խոսքի մասին, որը որ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է վերցնենք հոգու սուրը, որ իրականում Տիրոջ խոսքն է։ Եվ հիմա նայեք, երբ որ մենք դադարում ենք սուրը մեր մեջ կապած լինել, դադարում ենք ավետարանի խոսքը տանել, այդ դեպքում մենք դադարում ենք աղոթների մեջ լինել։ Կասես ոնց, հենց տենց։ Ինչ եմ դա այդպես ասում։ Հիմա նայեք։ Իշտ ամեն հետաքրքիրը Հովհաննեսի 3:16-ում այսպես է խոսում Աստված այնպես սիրեց։ Սիրեց ու տվեց։ Հիմա նայեք, եւ որ ես սկսում եմ Աստծո հետ շփվել, սկսում եմ Աստծո հետ հաղորդակցվել, ինչ եք մտածում, Աստված իր սիրած բաները ինձ ասելու է թե չէ։ Ամեն։ Դուք ստեղ եք։ Ինչ եք մտածում, Աստված իր սիրած բաներն ինձ ասելու թե չսիրածները։ Հիմա նայեք, Աստծո սերը ո՞ն է, մարդիկ են։ Եվ Աստված ցելով ինչ արեց, ուղարկեց Հիսուսին, որպեսզի գնա մարդկանց համար ինչ անի, խաչը բարձրանա ու ճանապարհ բացի դեպի երկինք։ Եվ հիմա նայեք, երբ որ ես սկսում եմ շփվել Աստծո հետ, գալիս է իմ մեջ այդ բուրըն ցանկությունը անելու այն ինչ որ Աստված է ուզում։ Եվ դա գիտեք որն է, մարդկաց փրկությունը։ Մարդկաց փրկությունը։ Եվ ասում եմ մի ձեռով աշխատում էին, մյուս ձեռքով սուր ունեին։ Այսինքն սա մեզի ինչ է ուզում սովորեցնել խոսքը, որ մենք կարող ենք համ գործել, համ ավետանել, համ գործել, համ ավետանել, եւ ասում եմ սուրը բոլորի մեջքին կապած էր, եւ ասում եմ փող կար իր ձեռքին, որ երբ որ հնչում էր փողը բոլորը հավաքվում էին,
Գիտեք, երբ որ իրականության մեջ մեր մերակաշները բաց է Սուրբ Հոգու ձայնը լսելուն, մենք միանգամից հավաքվում ենք այնտեղ, որտեղ ինքը ուզում է։ Ամեն, ամեն։ Եվ հիմա նայեք, այնքան կարևոր է սա, որ ես ու դու հասկանանք։ Երբ է գալի մեր մեջ սրտացավությունը։ Եվ որ մենք լսում ենք Աստծո կանչը։ Եվ որ դու Աստծո կանչի մեջ ես, չես կարող մարդկանց նկատմամբ սրտացավ չլինել, չգնալ մարդկանց չպատմել Հիսուսի մասին, չգնալ մարդկանց չծանոթացնել Հիսուսի մասին։ Դու ստեղ ես։ Ամեն։ Ու երբեմն մենք կարողանում լսել Աստծո ձայնը, երբ որ իրականում մեր սիրտը սկսում ենք մաքրել ու շփվել Աստծո հետ։ Այդ դեպքում մենք Աստծո ձայնը լսում ենք։ Նայեք, աղմուկի մեջ դու չես կարող Աստծո ձայնը լսել։ Իսկ այսօր աշխարհը գիտեք ինչ անում, ամեն կերպ աղմուկ է բերում քո կյանքի մեջ։ Ընդհուպ։ Այս բոլոր քարոզարշավի ժամանակ վախ, տագնապ, անհանգստություն են ներշնչում բոլոր մարդկանց։ Գիտեք, ամենավատ քարոզությունը սա է, երբ որ դու ուզում ես մեկին տրորես, որպեսզի քեզ լավ տաս։ Գիտեք, մեր ավետարանը չպետք է այդպես լինի։ Եվ որ դու գնում ես ավետարան քարոզելու, ոչ մի հարավանության, ոչ մեկի իրավունք չունես տրորելու կամ ցածրացնելու կամ ցեղ քսելու իրանց վրա։ Դու ունես մի հատիկ իրավունք գնալ պատմել քո փրկչի մասին։ Գնալ պատմել Հովհաննես 3:16-ի մասին։ Գնալ պատմել Հովհաննես 3:16-ը ինչ աշկան Աստված քեզ սիրում։ Ամեն, ամեն։ Ոչ թե գնացես գիտես, մենք լավն ենք, իրանք վատն են։ Հիշում եք իրանք սենց արեցին։ Հիշում եք իրանք սենց արեցին։ Գիտեք, պետք չի ոչ մեկին ցածրացնել։ Դու ունես մեկ հատիկ բան անելու, բարձրացնելու Հիսուսին բոլորի կյանքի մեջ։ Հալելույա։ Ամեն։ Դու ստեղ ես։ Հիմա նայեք, երբ որ իրականում դու սկսում ես սրտացավություն ունենալ այդ մարդկանց նկատմամբ, դա նշանակում է դու Աստծո հետ հանդիպում ունես։ Դա նշանակում է դու Աստծո հետ հանդիպում ունես։ Որտեղ երբ որ դու Աստծո հետ հանդիպում ունես, չես կարող չխոսել։ Երեմիան ասում է, Տեր, ես չեմ կարող չխոսել, որովհետև քո խոսքը իմ ներսը վառում է։ Հիմա նայեք, Նեեմանը ինչ արեց։ Վեր կացավ, գնաց Արտաշեսի մոտ։ Ու սկսեց պատմել ինչ է կատարվում իր երկրում, իր քաղաքում։ Որտեղ իր սիրտը շարժվեց։ Գիտեք, Աստված այն մարդկանց վրա է դնում զորություն ու օծություն, ում սիրտը շարժվում է մարդկանց փրկելու համար։ Եվ որ քեզ համար միևնույն է քո հարևանի կորուստը, քեզ համար միևնույն ինքը դժոխք կա գնում, թե ինչ է լինում, մի ակնկալի, որ Աստված քո վրա զորություն է դնելու, որ դու գնաս ու չգիտեմ ինչեր անես։ Գիտեք, Աստված տալիս են մարդկանց զորություն, ովքեր որ սրտացավություն ունեն, ովքեր ուզում են մարդկանց փրկեն, ովքեր ուզում են գնան ավետարան քարոզել։ Եթե դու ամբողջ օրը զբաղված ես քո կյանքով, քո աշխատանքով, քո գործով, չգիտեմ, քո ընտանիքով, քո առօրյա հոգսերով, ու դու մտածում ես, որ սա գիտես, գնում եմ ավետարան քարոզելու, սենց մի անգամից արթնություն է լինելու, ասեմ քեզ, սխալվում ես։ Գիտես ինչ ես սխալվում, որտեղ դու քեզ համար մեկ այդ մարդիկ։ Բայց երբ որ դու ուղղակի ծնկի վրա աղաղակում ես, Տեր, փրկի իմ քաղաքը, փրկի իմ գյուղը, փրկի իմ ավանը, փրկի, չգիտեմ, այստեղ, փրկի ստեղ, Աստված տենում է քո աղաղակները, ոնց որ նայեցինք առաջի գլխի մեջ, ասում է, երբ այս խոսքերը լսեցի, նստա լացի, մի քանի օր սուկ բռնեցի, ծոմ պահելով երկնքի Աստծուն աղոթք արի։ Եվ որ դու այս կարգավիճակով գալիս ես Աստծո ասում ես, Տեր, փրկի իմ շենքը, փրկի իմ թաղամասը, փրկի իմ քաղաքը, փրկի իմ երկիրը։ Գիտես, ես մտածում եմ, որ Աստված ասելու է, գիտես, այս մարդը կարա անի։ Այս մարդը կարա անի։ Գիտեք, երբ է լինում դա, որ Աստված տեսնում է քո սրտացավությունը, դա լինում է քո աղոթքի սենյակում։ Երբ որ դու քո աղոթքի սենյակում աղաղակում ես, Տեր, փրկի իմ քաղաքը, Տեր, փրկի իմ գյուղը, Տեր, փրկի իմ ընտանիքը, Տեր, փրկի սա։ Ու Աստված տենում է քո սրտացավությունը եւ սկսում է շարժվել։ Բայց երբ որ սրտացավությունը չկա, կոմեր մեկ է, հավատացեք, Աստված չի կարա քեզ վերցնի ու օգտագործի։ Մենք անցած շաբաթ խոսում էինք մեկի մասին, որի համար մեկ է Նինվե քաղաքը։ Իր համար մեկ էր։ Դրա համար վերնագրել ենք վատ ավետարան։ Իր համար մեկ էր այդ մարդիկ ինչ կլինեն։ Շատ կներեք, մենք մեր հայկական խոսակցության մեջ այսպեսի բառ մեջ թքած ունեմ։ Մենք իրականում այդպեսին էր։ Բայց գիտեք, մենք չենք տեսնում Նեեմիան թքած ուներ։
Նեյմեն սիրտը ցավում էր, Նեյմեն ամեն ինչ կազմակերպած, ասում ժողովուրդ, մի ձեռը դու զենք էլի, մեկ ձեռը պետք է այդ շինարարական գործիք էլի, սուրերը ձեր մեջքից հանկարծ չպակասի։ Այսինքն սա գիտեք ինչ է նշանակում, ավետարանի խոսքը քո կյանքից չպետք է պակասի։ Ամեն ժամանակ դու պետք է ունես այդ խոսքը։ Ամեն։ Եվ որ դու ոչ մի բան չես ուզում անել, եւ որ դու չես ուզում որևիցե մեկին ավետարան տանել, հավատացեք մի ակնկալեք Տիրոջ զորությունը ու վստահությունը։ Մի ակնկալեք։ Գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Եվ որ հենց դու գնում ես միտեղ հանգարցակի ուզում ես Հիսուսից խոսած, ուզում ես այդ պահին Սուրբ Հոգուսից գերբնական զորությունը գա, ու մեկը որ սալյակի վրա հելի կանգնի, այն մեկը խոսքի ձեռը չկա աճի, սա գիտես չկա, բոլորս ուզում ենք այդպես։ Ու ասում ես, ես գիտես ոնց եմ ուզում այդպես լինի, բայց միջև դրան հասնել ընդ մի հատ ուրիշ տեղ կա։ Դա գիտեք որտեղ է, եւ որ ասես մտի սենակը դուրդ փագի։ Մտի սենակը դուրդ փագի։ Հիմա ուզում եմ հարց տամ, որ դու մտածես, կամ այն մարդիկ ովքեր մեզ լսում են, ինչքան ժամանակ ես ծնկի վրա աղոթում մարդկանց փրկության համար։ Ոչ թե ծնկի վրա աղոթում քո ֆինանսների համար, քո լավ ավտոյի, քո լավ տան, կամ չգիտեմ քո լավ աթոռի համար, քո լավ սալ, ծնկի վրա աղոթում ես Տեր փրկիմ հարևաներին, փրկիմ շենքը, փրկիմ քաղաքը, փրկիմ գյուղը, փրկիմ գիտես կա, այս մի գյուղը, Տեր ես ահա ես, ինձ ուղարկի ես կգնամ ու խոսքի կմտնեմ այս գյուղը կվերցնեմ քո համար։ Քանի անգամ ես աղոթում ծնկի վրա տես Տիրոջ աղաղակում։ Դե ով ջան, դու աղոթում ես հերիք էլի, նա քեզ ղրգում է, դու գնում ես, մենք էլ դամը բռնում ենք, էլի։ Գիտես, դա իրականում Աստված ուզում ամեն մեկը այդպեսին լինեն։ Գիտես, իրականում Աստված քեզ կանչել է, որ դու օրհնություն լինես։ Իսկ երբ դու կարաս օրհնություն լինես, քիչ առաջ եղբայրը խոսում էր ֆինանսական ծախսերի մասին, ու խոսում էր իր տատիկների մասին։ Հիմա նա իշտեր է տակ իր տատիկների չէ, երկու տատիկի մասին, ու իշտեր եմեն հետաքրքիր է, նայեք։ Որ դու կարաս միշտ ուրիշի համար օրհնություն լինես, ոչ մենակ, այսինքն խոսում եմ մի տատիկի մասին, որը օրհնություն էր, ոնց հասկացա իր երեխեքի համար ու մնացածի համար, հիմա նայեք, դու կարաս օրհնություն լինես ուրիշի փրկության համար։ Գիտեք, ցանկացած ֆինանս ծախսվում է։ Ցանկացած ֆինանս ծախսվում է։ Եթե շատ ես պահում բանկում, մի օր հնանում է, այլ պետք չի գալիս։ Ժամկետն անց է դառնում։ Հին մարդիկ ասում են ճիշտ է։ Նայեք։ Բայց երբ որ դու օրհնություն ես դառնում մեկին փրկության համար, դու իրեն հնարավորություն ես տալ հավիտենական կյանք ունենա։ Հավիտենական կյանք։ Գիտեք, ցանկացած մեքենա, ցանկացած դրամ, ցանկացած տուն, գալիս ասում մի ժամանակ հենանում է։ Մի հատ բան ասեմ, ոչ մեկի չասես։ Դու էլ ես ծերանում։ Դու էլ ես շատ անգամ հնանում։ Բայց մի բան կա, որ երբեք չի հնանում, դա երկինքն է։ Դա երկինքն է, որ երբեք չի հնանում։ Ու դու ինչ ես անում, դու դառնում ես օրհնություն մի ուրիշի համար, ծանոթացնում ես երկնքի հետ։ Աստված քեզ կանչել է դրա համար, սիրելիս։ Աստված քեզ չի կանչել, որ սենց ցախ կյանքը սենց տխուր դրդում, տարապելով վերջում սենց մի կետ կրակից պրծած քեզ գցես երկինք ու ասես պրծա։ Ոչ։ Ոչ։ Գիտեք իմ ամենամեծ ուրախությունը որն է։ Եվ որ ես գնում եմ մարդկանց ավետանը, քարոզում եմ, մարդիկ ընդունում են Հիսուսին, որ այս կյանքերը փոխվում է, դա իմ համար ամենամեծ ուրախությունն է։ Գիտես, եթե ինձ մի հատ մեքենա նվիրեն, ես այդքան չեմ ուրախանում, այսքան որ ուրախանում եմ, որ մարդիկ փրկվում են։ Գիտես, այդ մեքենան այսօր կա, վաղը չկա։ Այսօր կա, վաղը չկա։ Մարդիկ ծիծաղում են։ Այսօր կա, վաղը չկա։ Բայց գիտեք ինչ ամենահետաքրքիրը։ Որ մարդկային կյանքերը միշտ կան։ Ամեն։ Եթե ոչ ստեղ, ապա երկնքում։ Ամեն։ Ու մենք հավերժ ապրելու ենք իրար հետ։ Եվ հիմա եկեք նայեք։ Ինչ ասում առաջի Կորինթացիս 17-րդ առաջի գլուխ 17 խոսքից եմ ուզում կարդալ։ Առաջի Կորինթացիս առաջի գլուխ 1:1 Եվ 17 խոսքից եմ ուզում կարդալ, նայեք ինչ է գրում Տիրոջ խոսքը։ Որովհետև ասում է Քրիստոսը ինձ մկրտելու չուղարկեց,
հապա ավետարանը քարոզելու, բայց ոչ խոսքերի ճարտարությունով, որպիսի Քրիստոսի խաչը ոչինչ չլինի, որովհետև խաչի քարոզությունը կորածներին հիմարություն է, բայց մեզ փրկվածներից Աստծո զորություն։ Աստծո զորություն։ Հիմա դու որոշում ես ինչ անես։ Մի բան մտածի, քո շրջապատում ինչքան մարդիկ կան, որ ավետարանը չեն լսել։ Քո շրջապատում ինչքան մարդիկ կան, որ ավետարանը չեն լսել։ Եվ հիմա հարց առաջանում, ով է գնալու իրենց ավետարանը խոսելու։ Գիտեք, մի ժամանակ երիտասարդներ ունեին, որոնք որ սենց ու նստում են ավետարանը են խոսում։ Ու հանկարծ հայտնվեց հրշեջները։ Ու ինչ արեցին, սկսեցին հանգցնել ավետարանի կրակ իրենց կյանքի մեջ։ Եկեք մի բան մտածեք, վերջի 2 ամսվա ընթացքում ամեն մեկը մտածեք, քանի մարդու եք փրկել։ Ոչ թե քանի մարդու եք խոսել, այլ քանի մարդու եք փրկել։ Որոնք որ դարձել են եկե Աստծուն, որոնք որ ընդունել են Հիսուսին։ Օ, եղբայր, ինձ ասեն դու աղանդավոր ես։ Իրականում իրանք մոռացել են մի հատիկ տար սկզբում ասեն։ Գիտես, երբեմն դες ինչի եմ նմանեցնում։ Երբեմն նմանեցնում եմ Զապարոժեց վարող մարդուն եւ օրինակ հիմար Մերսեդեսի Մայբախ վարող մարդուն։ Զապարոժեց վարողը միշտ Մերսեդեսի Մայբախ վարողին ասում է դու խելք չունես։ Այդ ինչ ավտո է որ առել ես։ Գիտեք, շատ անգամ տենց է լինում։ Դու քո կյանքը նվիրել ես Հիսուսին, դու ունես հավիտենությունը, այն մեկը Զապարոժեցով մանա գալիս ու քեզ ձեռը առնում։ Լսրա մեքենայի բանտաժները նայի, լսրա սրահը նայի, հլես նայի, բա իմը։ Գիտեք, սա սրանը նման։ Ու դու ամաչում ես, որ դու օրինակ հիմար Մայբախով ես ման գալի, ինքը Զապարոժեցով։ Գիտես, դու Աստծո աղջիկն ես, դու Աստծո տղան ես։ Ինքը հայտնի չի ով է դեռ։ Որ մանկատնից է վերցված։ Բայց մի օր որթե գրվում է, դառնում Աստծո տղա կամ աղջիկ, ոնց որ մի ժամանակ մենք։ Ոնց որ մի ժամանակ մենք։ Եվ իմանայք, ըստեղ է որ Աստված իրականում տալիս է քեզ զորություն փրկելու մարդկանց։ Հիմա կասես, ով ջան, ի՞նչ կապ ուներ Նեհեմիան այս ամեն ինչը։ Իրականում անմիջական իմ համար կապ ուներ, ինչի՞։ Որտեվ քանի դեռ Աստված իր սրտացավությունը չտեսավ Երուսաղեմի համար, Պարիսպի համար, մնացած բաների համար, իրան չտվեց այդ հնարավորությունը, զորությունը, որ ինքը գնար այդ ամենը աներ։ Քանի դեռ Աստված քո սրտի մեջ չի տեսել սրտացավությունը, որ դու իրականում միգուցե մեկ ասի Հով ջան, որ հաստատ իշտեմ, հաստեմ ծնկի վրա աղոթելու, կաղոթեմ պարտքերիս համար, կաղոթեմ որ մարդս փրկվի, կաղոթեմ երեխուս համար են մեկի։ Գիտես, այդ դեպքում ինչի համար եք դուք աղոթում։ Աղոթում ենք մի բանի համար, որով այս կյանքում ժամանակավոր է վերջանալու ամեն բան, թե աղոթելու ենք հավիտենականության համար։ Գիտեք, երբ որ դու ցավ ես ապրում, երբ որ դու տեսնում ես կորցված մարդուն, կարեկցանք է գալիս քո մեջ, գիտես գթասրտորեն դու չես կարող իրեն ավետարանը չտանել։ Ոնց ես տեսնում մեկին սոված ասում ես, գիտես կա խիղճս մեղքս տարավ, տանը մի կտոր հաստամ ուտի։ Այդ դեպքում ինչի խիտ այնց խիղճը չի տանում, որ տենում ես դժոխք կա գնում իրան ավետարան խոսես։ Չէ՞ որ այս տարի հռչակված է Զարթոնքի տարի։ Զարթոնքի տարվա մեջ առանց զարթուցիչի ոչ մեկ չի զարթնելու։ Իսկ մեր զարթուցիչը ավետարանն է։ Եկեք միտեղ կարդամ Աստվածաշնչից։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ։ Իմ ամենասիրած տեղն է։ 19 խոսքից։ Ուրեմն գնացեք։ Կպի կողքինիդ ասում է քեզ ասում է գնա։ Բայց գիտեք մենք ինչ ասում արի։ Ասում է գնացեք, բոլոր ազգերին աշակերտեցեք, մկրտեցեք նրանց հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Սովորեցրեք նրանց, որ այն բոլոր բաները պահեն, ինչ որ ես ձեզ պատվիրեցի։
ահա ամեն օր ձեր հետ եմ։ Ահա ամեն օր ձեր հետ եմ։ Նայեք Հիսուսի հանձնարարությունն է։ Գնացեք։ Հիմա մեկը կասի, Հովիվ ջան, ես արդեն 70-ից տատիկ եմ, հազիվ եմ քայլում։ Հազիվ քայլելով գնամ։ Հազիվ քայլելով գնամ, մեկին ասա, գիտես, եկել եմ, քեզ մի հատ բան ունեմ ասելու։ Հիսուսը քեզ սիրում է։ Ինչ գիտես։ Ասա գրված է։ Գրված է։ Որտեվ Հիսուսը ինձ սիրել է։ Կասի ինչ գիտես։ Կասես, որ Հիսուսը ինձ չսիրեր, իմ կյանքը չէր փոխվի։ Համաձայն ես։ Գիտեք, իրականում մեր ավետարանի սկզբունքը պետք է լինի Աստվածաշնչյան, իմ համար, երկու համար։ Մեկ Հովհաննես 3:16-ը, մեկ Մատթեոսի կամ Մարկոսի 16-ը կամ Մատթեոսի 28-ում։ Գնացեք, խոսեք ինչ, Աստված այնպես սիրեց, ու գուցե մեկ ասի, բա որ Աստված ինձ սիրում, ինչեմ ես հիվանդ։ Ասենց արձակում ես թևերիդ կոճակներ, ասում ես, եկավ ամենայն աստղային ժամը, հիմա ես քեզ համար կաղոթեմ, ու տես Աստված ինչքան է քեզ սիրում։ Ով որ սկսում է իր համար աղոթել, ինքը հասկանում Աստված ինչքան իրան սիրում։ Այնօր մի ազնվորության համար ուղղակի ձեռքնվեց դրած վրա աղոթում ենք, սկսեց հեկեկալով լացում էր։ Հասկանում ես, որ Սուրբ Ոգին գրկել էր իրան, ինքը լացում էր։ Բայց մարդուն հետո հարցնես, բա ինչի միջև այդպես չէ։ Չգիտեմ ինչ կպատասխանի, բայց ամեն դեպքում մի բան գիտեմ, որ երբ որ Աստված գրկում է մեկին, գիտես դու միանգամից տեսնում ես քո անկատար, քո մեղավոր վիճակ ու տեսնում ես Աստծո սրբությունը, կապ չունի ով ես։ Սկսում ես երեխու պես զռալ։ Պապ, ես քեզ սիրում եմ ու վերջը։ Դու ստեղ ես։ Հիմա նա գիտեք, սա այնքան կարևոր է, որ դու հասկանաս։ Սրտացավ մարդ։ Աստված փնտրում է նման մարդի, գիտեք, որպեսզի իր վրա դնի զորություն, որ ինքը գնա ու սկսի տանել ավետարանը։ Օ, եղբայր, ես չեմ կարա։ Ես ուրիշ բան կանեմ։ Ինչ կանես։ Ես կաղոթեմ։ Ամենամեծ գործն է դա։ Տեսան Նեհեմիան ինչ արեց, ասում է, հենց որ լսեցի ինչ արեցի, ընկա Աստծո առաջ։ Ու սկսեցի աղոթել երկնքի Աստծուն, այդ ամենի համար։ Ամենից սկսում աղոթքից, էլի եկեղեցի։ Խնդրում մի պահ շրջվիր ու հետ նայի քո կյանքին։ Ուրա գնում քո աղոթքի կյանքը։ Ուրա գնում քո աղոթքի կյանքը։ Դեպի վերել թե դեպի անկում։ Դու մի ժամանակ գուցե 2 ժամով աղոթքի մեջ էիր։ Հիմա առավոտելում ես հազիվ սենց 2 րոպե սենց աղոթում ես, ասում ես լավ, հելը մետամ գործի։ Գուցե մի ժամանակ դու ժամերով երկրպագության մեջ էիր։ Իսկ հիմա ասում ես լավ, ճանապարհի մեքենայի մեջ կմիացնեմ, կլսեմ։ Գիտես մի ժամանակ դու որ բարձանում ես գնաց, արդեն մտածում ես ում եմ ավետարան խոսելու, բայց հիմա բարձանում ես գնաց, ասում ես որտեղ գնամ մի անկյունի վրա գլուխս դնեմ, քնեմ իջև հասնեմ Երևան։ Հիշում եք գաղատացիներին ինչ ասում Պողոսը։ Ով ձեզ կախարդեց։ Ասեմ մնացածն էլ։ Չէ։ Գիտեք, ավետարանը տանելը պետք է լինի եկեղեցու միսիան, ամեն մեկի միսիան։ Հիմա կասեք, հովի մենք պես չենք կարա քարոզել։ Իսկ ով ասում որ դու ինպես պիտի քարոզես։ Ուզում եմ քո ձեռքը տեսնեմ, եւ որ Հիսուսը քո կյանքի մեջ բան արե։ Քո կյանքի մեջ փառք ասում, ոմանց կյանքի մեջ արել է Հիսուսը մի բան։ Ոմանց կյանքում ոչ մի բան չի արել։ Հիմա նայեք, ի՞նչն է հետաքրքիր։ Ձեր կյանքում Հիսուսը ոչինչ չի արել։ Ինչ եք ձեր բարձրացնում։ Հիմա նայեք, ի՞նչն է հետաքրքիր։ Գնա ասա այն ինչ որ Հիսուսը քո կյանքի մեջ արել է։ Ասա գիտես կա մեղավոր է դարձա արդար։ Հիվանդ է բժշկեց։ Տկար է զորացրեց։ Մեղքերով թաղված է, ջնջեց այդ ամենը։ Չունեի ոչ մի ուրախություն, հիմա ուրախ եմ։ Գիտեմ որ փրկություն ունեմ։ Գիտեմ որ հավիտենական կյանք ունեմ։ Հիվանդ է, Տեր ինձ բժշկեց։ Ես կարող եմ ասել մեռած է ու կենթանացա։ Մեկի տեղ 2 անգամ։ Գիտես դու ոչինչ չգիտես ինչ ասես, գնաս այն ինչ որ քո կյանքի մեջ եղել է, այն ինչ որ Հիսուսը քո կյանքում արել է։ Որ չէ քո մեղքերը որ ներել է, ու դու վերապրել ես այն ազատությունը առանց մեղավոր կյանքի։ Դա արդեն իսկ մեծ հաղթանակ է, գնա պատմի մարդկանց։
Մի երգ ունեմ, չէ, իմ տիրոջ մասին պատմեմ քեզ։ Սիրելի եկեղեցի, եկեղեցու միսիան սա պետք է լինի, ավետարանը տանել։ Եվ դրա համար սկզբում խոսեցի, գուցե եկեղեցում անդամներ կան, որ իրանք քաղաքականությունով են զբաղվում, դա իրանց գործն է, բայց եկեղեցու գործը, եկեղեցու միսիան, ավետարանը մարդկանց տանելն է։ Եկեղեցին պետք է վարված լինի ավետարանի տարածմամբ։ Իսկ դու երբ ես վարվում, երբ որ դու Աստծո հետ ժամանակ ես անցկացնում։ Ամեն։ Քանիստ եք մեքենայում նստած եղեք կամ գնացքում պատուհանի տակ ու ասես լավ արև ա եղե։ Ու արևի շողքերը սենց երեսդ սկսել են շոյել։ Հետո որ գնացքի դիճել ես, ես մի կողմ կարմիր եղե, ես մեկը սիպտակ եղե։ Ճամփին բացում ես քո հայելին ու սկսում ես մեքապանել, ես մի կողմը որ ռեմոնտը տեղը կա։ Նայեք, ի՞նչն է հետաքրքիր։ Ինչն ամենահետաքրքիր, երբ որ դուք սկսում եք շփվել կրակի հետ, չեք կարող չվարվել։ Իսկ Աստվածաշունչը մեզ ասում է, որ Աստված կրակ է։ Եվ որ դու շփվում ես իր հետ, դու չես կարող, քո սիրտը չի կարա, գիտես կասենց հանգիստ նստի կորսված մարդկանց համար։ Ես մեկ անգամ հիշում եմ, Ռենարդ Բոնքեն խոսում էր ու պատմում էր, ոնց է ինքը Աֆրիկա գնացել։ Ու գիտեք, մենք պատմում ենք, որ արյունը ասենց Աֆրիկայի վրա, ասել թե դու չգնաս, չքարոզ ես, մարդկանց արյունը քեզանից են պահանջելու։ Ու գնացել էր Բոնքեն Աֆրիկա։ Ու հեր որ տեսնում եմ իր համաժողովները, միլիոնավոր մարդիկ են համաժողովներին կանգնած։ Երբ է դա տեղ ունենում, առաջինը ստում է քո աղոթքի սենակում։ Այնտեղ է ծնվում քո սրտացավությունը, երբ որ դու եկեք գիտեք ինչ արեք, սիրելի եկեղեցի, կամ էլ մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, վերցեք մեկ ամիս ժամանակ։ Վերցեք ուղղակի մեկ ամիս ժամանակ եւ ամեն օր, ասա կողնիդ ասա ամեն օր 15-ից 20 րոպե 15-ից 20 րոպե ուղղակի սկսի բարեխոսել ինչ որ մարդկանց համար։ Եվ մեկ ամիս հետո գիտես քո ներսում կրակա վառվելու գնալ իրանց ավետարանը խոսելու։ Բայց եթե դու իրանց համար չես բարեխոսում, գիտես քո սրտում այդ կրակը չի վառվելու։ Իսկ եթե քո սրտում այդ կրակը չկա վառված, այդ մղիչ ուժը չկա էլ։ Այդ մղիչ ուժը չկա։ Հիմա ուզում եմ մի հատ նայեք Գործ Առաքելոցին։ Մի քիչ ավելի հետ գնանք։ Նստած էր կրակի մոտ մի հաղթանդամ տղամարդ։ Ու մի հատ փոքրամարմին մեկ եկավ ասեց. «Հա, դու ես Հիսուսի աշակերտը»։ Ասեց ախպեր ինչ ես ուզում ինձնից, ինչ Հիսուս, ինչ բան։ Ես չեմ ճանաչում Հիսուսին, ով է Հիսուսը։ Հելավտես գնաց ուրիշ տեղ նստավ։ Այն մեկ ասեց, լսի, որ դու խոսում ես, ոնց որ գալիլեացին ես, դու կարող ես Հիսուսի աշակերտներից ես։ Համար դες ինչ ուզում ինձանից։ Ասում իջև անգամ իր վրա երթում բերեց, հա, հայրը ինչ են անում, մորս արև, հա։ Սկսեց երթվել, որ ես մարդուն չեմ ճանաչում։ Հելավ գնաց մի ուրիշ տեղ։ Այն մեկն էլ եկավ ասեց, ոնց գցում բռնում ենք, ոնց հաշվարկ ենք անում, ոնց չափ ու ձև ենք անում, դու Հիսուսի աշակերտներից ես։ Դուք զգում եք, չէ՞ որ ես իմ բառերով եմ պատմում։ Ասեց, այն բալամ ինչ եք ուզում ինձից, ինչ Հիսուս, ինչ բան, մեկ էլ ակաղաղա ձենը գցեց գլուխը։ Էս ինչ արեցի։ Ու հանկարծ ասում եմ մոտավորապես մի 40 օր ու մեկ էլ 50-րդ օրը մի հատ լուսկի են վառում իր մեջ, կրակը բոցա վառվում է մեջը, ու մեկ էլ տնից դուրս է գալի ու կանգնում է մարդկանց առաջ ու ինչ անում, ասում է դուք որ Հիսուսին տարակ խաչեցիք, այն Հիսուս տարեց էս ամենը։ Բայց հիմա ինչ անենք, ասում է ապաշխարեք սաղդ, այդ չի ասում ես Հիսուսին չեմ ճանաչում, ասում է ապաշխարեք, ու այդ օր 3000 հոգի մարդ փրկվեց։ Դուք հասկացաք կրակը ինչ արեց։ Սուրբ Հոգու կրակը հենց այս մարդու վրա եկավ, այս մարդը կանգնեց բազմության առաջ ու սկսեց խոսել ավետարան։ Բայց միջև այդ մի հատ կնգանից վախենում էր։ Երթվում էր, այ ախպեր ինչ ես ուզում ինձնից, հորս արև ես չեմ ճանաչում իրան։
Մի քանի օր հետո հենց որ կրակը վառվավ, կանգնավ ու ասեց դուք որ տարակ այդ արդարին խաչեցիք, իր անվան զորությամբ էս ամենը եղավ։ Ու մարդիկ ասեն, բայ ինչ անենք։ Մենք ոնց տենց աղմախություն արինք, տարանք այդ արդարին խաչեցինք, բա լուծում չկա, փրկություն չկա, ասեց կա։ Դարձյալ եք ձեր մեղքերից, Աստծուն, էդի կներվի ձեզի։ Հա, այս լավ է, տարբերակ ունենք։ Գիտեք, սա է ավետարանի զորությունը։ Եվ որ դու լցված ես Աստծո կրակով, դու չես կարող լռել։ Դու չես կարող լռել։ Դու իրականում չես կարող լռել, որովհետև ավետարանի մեջ է զորությունը։ Գիտեք, իմ անձը ներկայացնելու մեջ չի զորությունը։ Հիսուսի մեջ է զորությունը։ Հիսուսի անվան մեջ է զորությունը։ Գիտես, երբ որ դու գնում ես մարդկանց ավետարանը խոսելու, ես քեզ մի քանի բան ասեմ։ Խոսիր իրենց հասանելի լեզվով։ Մի փորձի փիլիսոփայես։ Մի փորձի ասես, հիմա լսեք ինչ եմ ասում։ Ծննդոց առաջի գլուխ, առաջի խոսք։ Հասնում ես օրենքներին, ասում մի քիչ համբերի։ Մեկ էլ տեսնում ես, այս մարդը միջև որ սկսել էր խոսել, սենց սիրուն, հենց էր թրաշված ճանճը վրան բուքսավատ էր անում։ Հիմա արդեն այսքան թրաշ ունել, դու չես պրծել։ Գիտեք, դա ամենավատ ավետարանն է։ Դա ամենավատ ավետարանն է։ Խոսեք մարդկանց հասանելի լեզվով։ Ուղղակի խոսեք մարդկանց հետ իրենց լեզվով։ Պատմեք Հիսուսի մասին։ Եվ մի բան էլ ասեմ, որ շատ կարևոր է, երբ որ գնում ես ավետարանը խոսելու, լսի մարդկանց։ Լսի։ Թույլ տուր թող մարդիկ խոսեն։ Եվ որ մարդիկ խոսում են, հետո քեզ հնարավորություն է լինում այդ դատարկ տեղը լցնելու Աստծո զորությունով։ Գիտեք, սա այնքան կարևոր է սիրելի եկեղեցի։ Դու պետք է հասկանաս ու նաև հասկացվես մարդկանցից։ Եթե դու չհասկանաս մարդկանց, դու չես կարող մարդկանց խոսել։ Իսկ երբ ես դու կարողանում հասկանալ, երբ որ մարդիկ խոսում են, դու լսում ես։ Դու լսում ես, ու մեկ էլ Սուրբ Հոգին են սենց մի անգամից 10-ից 10 խոսքը տալիս է, ու դու մի հատ խոսում ես իր հետ, ասում վաու, էս ինչ կատարվեց իմ հետ։ Էս ինչ կատարվեց իմ հետ։ Սիրելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, մեկ մտածեք, որ դու քրիստոնյա երկրում եք ապրում, բոլորը ճանաչում են Հիսուսին։ Հավատացեք, այնքան մարդիկ կան մեր երկրին, մեր երկրում, որ իրանք Հիսուսին չեն ճանաչում։ Լսել են իր մասին, բայց ոչ մեկ չի ճանաչում Հիսուսին։ Իսկ քո պաշտոնը գիտես որն է, սիրելի եկեղեցի, որ դու մարդկանց ծանոթացնես Հիսուսի հետ։ Ոչ թե գնաս խոսես ինչքան լավն է ձեր հովիվը կամ ինչքան վատն է ձեր հովիվը, այլ խոսես ինչքան լավն է քո պաշտելի Հիսուսը։ Ամեն։ Ո՞վ է քո կյանքը փրկել։ Միթե ձեր հովիվն է ձեր համար խաչինել է։ Գիտեք, ձեր հովիվը, որ հիմա ձեր առաջ կանգնած, դա մենը ձեզ ծանոթացրել է փրկչի հետ։ Ամեն։ Բայց Հիսուսն է բարձրացել խաչին։ Դու պետք է խոսես մարդկանց, որ մարդիկ հասկանան։ Գիտես, կասի գուցե մեկ ասի, բա որ ինձ ասեն աղանդավոր։ Լսեք մի բան ասեմ, Հիսուսին էլ էին ասում։ Հանգիստ եղեք։ Եթե սատանան քեզ ասում աղանդավոր, ուրեմն դու ինչ-որ բան քեզանից ներկայացնում ես։ Գիտեք, երբ որ մարդիկ գալիս ասում են, եկեղեցում աղոթում են բժշկությունների համար էս մեկ, ես արդեն հասկանում եմ, որ մենք ճիշտ տեղում ենք։ Մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Ծնկի են գալի աղոթում են, այո, ես ծնկի եմ գալի։ Ավելին ասեմ, երբեմն բերենքսիվային եմ մնում իմ Աստծո առաջ։ Ինչի մարդը կարա մի ամբողջ բլուր, չոքեչոք, ծնկաչոք, բարձանա, մի հատ ինչ-որ սրբապատկերի առաջ։ Իբր մի հատ էլ մոն վառելով, չգիտեմ, ինչ-որ արարողություն անի ու ինքը լավն է, բայց որ ես պետք է կենդանի Աստծո առաջ ծնկի գամ, ես աղանդավոր եմ դառնում։ Ոչինչ թող այդպես լինի։ Գիտեք, սիրելի եկեղեցի, քո պաշտոնը սա է։
ավետարանը մարդկանց տանել։ Կոմիսիան սա է։ Եվ մի բան եմ ուզում ասել քեզ։ Հռոմեացիս 1:16 անցած անգամ եմ կարդաց, հիմա եմ կարդում։ Որովհետև ամոթ չեմ համարում ավետարանը, Քրիստոսի ավետարանը։ Որովհետև ամոթ չեմ համարում Քրիստոսի ավետարանը, որովհետև Աստծո զորությունն է նա բոլոր հավատացյալների փրկության համար։ Քրիստոսի ավետարանն է, ոչ թե քո ավետարանը, այլ Քրիստոսի ավետարանը։ Ոչ թե դες ինչ լավ եմ հագնված, ես ինձ Հիսուսն ա տվել, ոչ թե դες լավ կոշիկներ ունեմ, ես Հիսուսն ա տվել, ոչ թե դες սիրուս աներված ունեմ, ոչ։ Շատ լավ է, որ դու բարեկեցիկ տեսք ունես, ու փառք ասում, որ տենց էլ պետք է։ Որտե դու Աստծո աղջիկն ես։ Բայց դու գնա պատմի Հիսուսի մասին։ Եվ մի բան եմ ուզում վերջում ավելացնել։ Շատ անգամ մարդիկ գիտեք ինչ են անում, նայում են ոնց ես դու ապրում։ Ինչքանով է քո խոսքը քո կյանքում գործում։ Գիտեք, սելի եկեղեցի, ամեն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, եւ որ դուք իրականում ապրում եք Հիսուսի հետ, դա մարդիկ տեսնում են։ Մարդիկ տեսնում են դո ի պոստլեն, հայերեն չեմ կարող ասել, լավ, առաջ, չէ, մի քիչ առաջն ու հետոն մի քիչ բանա մեր խոսակցականի մեջ միշտ սկիզբն ու վերջը չէ, հետոն։ Գիտես մարդիկ տեսնում են ով ես դու, հիմա ով ես դու։ Գիտես ամենամեծ գործը որ Հիսուս արեց, գիտեք ես նայում եմ մի բան ու հասկանում։ Գերգեսացի դիվարին ասես դու մնում ես քո քաղաքում։ Ինչի։ Երբևիցե մտածել եք։ Ինչի ասես դու մնում ես քո քաղաքում։ Ինչ եք մտածում բոլոր գյուղը գիտեր որ ինքը դիվար է։ Հա։ Քանիստ եք համաձայն որ բոլոր գյուղը գիտեր։ Ոմանք համաձայն չեն։ Այ որ կարդակ ասած չեք հասկանաք որ բոլորը գիտեին։ Այդ գյուղը բոլորը գիտեր։ Շղթաներով կապում էին այդ մարդուն։ Այդ մարդը պոկում էր, գնում էր գերեզմաներ, մեր։ Հենց պատկերացեք մեր տարածքում, հա, մեր ավանում մեկը տես լինի։ Որովհետեւ մեկը չեք ճանաչի իրան։ Ու Հիսուս ասաց դու գնա քո տուն։ Գիտեք, դա Հիսուսը կարծես իրան ուղարկեր միսիայի։ Գնա ու մարդկանց ցույց տուես ինչ արեց Հիսուսը քեզ։ Շղթաներ էր պոկում։ Մեր փախտում էր գերեզմանոցներ էր քո քնելու տեղը։ Հիմա խելքդ վրա տեկած փողոցով քայլում է, պատկերացնում եք, եկեք մի պահ պատկերացրեք։ Մեկին, որ փողոցով շղթաներով պատկերացնում եք, ասում են լեգիոն էր մեջը, լեգիոն։ Ինչ ձեներ կհաներ։ Ու փողոցով գնում է, բոլոր երեխաները վախեցած են, մեծերը վախեցած են, հանգարց իր հետ գործ չունենան։ Ու հիմա մարդը կոկիկ հագնված, սիրուն սաներվածքով փողոցով քայլում ու ասում Հիսուս ինձ կյանքը փրկեց։ Գիտեք, սա ամենամեծ ավետարանն էր, որ դու կարող ես ասել Հիսուս իմ կյանքը ոնց է փրկել։ Եվ որ իրականում մարդիկ տեսնում են քո կյանքի փրկությունը։ Տեսնում են դու ինչպիսի մեղավոր կյանքով ես ապրում։ Իմ էլ չես ապրում այդ կյանքով։ Գիտեք, մի ցավալի բան կա։ Որ շատ անգամ մարդիկ ասում են, հա դու գիտեք իր կյանքը ինքը ինչ անցյալ է ունեցել։ Մի բան ասեմ, Հիսուսը ոչ մեկի անցյալով չհետաքրքրվեց։ Բերեցին մի կնոջ գցեցին դեմը, ասին բռնել ենք։ Ասեց ում եք բռնել։ Ոչինչ որ ելին բարերով ասեմ։ Իրան բռնել ենք, մեր ավակովը մեկ անգամ ասեց մի հոգին մենակ չի կարա շնություն անի։ Բայց տղամարդն ուր էր։ Չէ՞ որ այդ օրենք երկուսի համար էլ գործում էր։ Բռնել ենք։ Ասա Հիսուս ինչ անենք։ Ասեց ասեմ ինչ արեք։ Ձեզանից ով որ անմեղա թող առաջին ինքը քարը գցի վրեն։ Ինձ այնքան դուր է գալիս Բոնկեի այդ պատմությունը։ Եվ որ ասում ես մեկ անգամ Բոնկեին ասեց ամեն մեկ այդ պայն հանկարծ իր մեջ տեսավ թե ինքը այդ մի գիշերը ուր եղե, ում հետ եղե, մեկ ասում ամեն մեկ իրան բռնացրեց իր մեղքի մեջ ու քարը գցելով գնաց։ Եվ Հիսուսը որ գլուխը բարձրացրեց ու են մարդիկ ասեց չկա։ Ասեց ես էլ քեզ չեմ մեղադրում, գնա ու մեղք մի գործի։
Եվ գիտեք այդ կինը աշակերտները հետ ման էր գալիս եւ եղավ այն մարդը, ով որ հարության ավետիսը բերեց, որ Հիսուսն հարություն առե։ Եվ հիմա նայեք, ինչ ենք մենք շատ անգամ ուզում հետաքրքրել այդ մարդու անցյալնով եղենք։ Գիտեք, եթե Աստված ոչ մեկի անցյալով չի հետաքրում, ինչ ես դու ուզում փորփրես, գնաս 7 պորտ տենաս, ինքը ինչ մեղքեր ա գործել, նպատակդ ո՞րն է։ Որը դու հարկ եղած դեպքում շահարկես, գիտեք, Հիսուսը մեզ դες բան չի սովորեցնում։ Հիսուսը մեզ դες բան չի սովորեցնում։ Հիսուսը մեզ չի սովորեցնում շահարկեք մարդկանց մեղքերը։ Գիտեք, Հիսուսը մի բան է սովորեցնում։ Գնա ավետանը քարոզի, ես կներեմ մարդկանց, հա։ Ավետը խոսքում Աստված չեմ գրած, այս չեմ հիշում ասում։ Եթե Աստված չի հիշում, ինչ եք մտածում, ես ինչի պետք է ուզենամ հիշեմ։ Հələ մի հատ ասա, տենամ դու 5 տարի առաջ ինչ մեղք ես գործել, մար քեզ ինչ։ Բայց მე չիմանամ 5 տարի առաջ ինչ արել։ Եթե Աստված ասում ես մոռացել եմ, դու ով ես որ ուզում ես մարդու մեղքերը հիշես։ Սելի եկեղեցի, լցվեք Աստծո զորությունով եւ վերցրեք ավետարանը ու տարեք մարդկանց եւ թող մարդիկ տեսնեն կապ չունի դու ինչ կյանքով ես ապրել։ Գիտեք Հիսուսի համար կապ չունի դու ով ես եղել քո անցյալում, կապ ունի ով ես հիմա եւ ով ես լինելու հետո։ Բայց ես գիտեք 5 տարի առաջ մեղքի մեջ էի։ Բայց 5 տարի եկեղեցում ես, չէ՞ հա։ Հա 5 տարի եկեղեցում եմ։ Բայց 5 տարվա մեջ Հիսուսը քեզ չներեց։ Սել եկեղեցի, վերցեք ավետարանը ու հասանելի դարձեք մարդկանց։ Տարեք ավետարանը մարդկանց, թող մարդիկ իրականում փրկություն ունենան։ Դուք պատկերացրեք, եթե մեր ամբողջ ազգը իրականում քրիստոնյա լիներ։ Ինչ եք մտածում, ատելության խոսք կլիներ մեր երկրի մեջ։ Հավատացեք չէ լինի։ Հավատացեք, թշնամին երբեք այդքան գորոզ չէր կարողանա խոսել։ Բացեք գործ կառակելոցը կարդացեք։ Ասում է Հերովդեսը խոսում էր, ասին սա Աստված է խոսում։ Իմ բարերով էլի ասում է չափալախ տվեց, որդերը կերան մեռավ։ Ինչ եք մտածում, եթե իրականում մեր ազգը դառնա իրական քրիստոնյա, դուք մտածում եք թշնամիները կարողանում են ոտնձգություն անել մեր երկրին։ Հավատացեք չեն կարա։ Հավատացեք չեն կարա։ Այն մարդիկ, ովքեր որ իրենց անկողնում ծրագրավորում են այս երկրի համար ոչ խաղաղություն ու թշնամություն, կարող է առավոտ չարթնանան։ Հրեշտակը գա ու մի հատ չափալախտա ու պրծավ։ Եկեք իրականում վստահենք Աստծուն։ Իսկ եթե մենք մարդկանց չխոսենք ավետարան, այդ դեպքում մենք ոնց կարող ենք վստահել Աստծուն։ Սել եկեղեցի, ես ու դու կարիք ունենք։ Մենք կարիք ունենք վերադառնալ մեր արմատներին։ Եկեղեցին կանչված է ավետարանը տանելու։ Եկեղեցին կանչված չի ուղղակի լինելու, այդպես ասած, ֆիզիկական անձ ու վերջ։ Ուստեղ ես։ Սրտացավ մարդ։ Գիտես, երբ որ դու իրականում սրտացավություն ունես կորսվածների նկատմամբ, գիտես, ես երբեմն սենց եմ մտածում։ Աստված գուցե հրեշտակին սենց հերում ասում է նայի մեր խելքին է։ Ինքն էլ է սիրում մարդկանց, ինքն էլ ուզում մարդկանց փրկի։ Գիտես, շատ անգամ լինում են ծնողներ, որոնք որ երեխան գալիս ասում է հայրիկ կամ մայրիկ, օրինակ հիմա ես այսքան գումար ունեմ, մի քիչ պակասում այսպես բիզնես ծրագիր ունեմ, ես գործ ուզում եմ դնեմ։ Ուտես երբ որ հայրը մայր ունեմ, ասում եմ, գիտես, ես կօգնեմ։ Տալիս այդ գումար, ասում եմ, գնա այդ գործը դիր։ Հիմա պատկերացրեք, դու գալիս ես Աստծուն ասում ես Տեր, ուզում եմ այս քաղաքը փրկեմ։ Ես գնում եմ այդ քաղաք։ Ուզում եմ փրկեմ այդ քաղաքը, ինձ քո զորությունն է պետք։ Ինչ ես մտածում, միթե հայրը չի տալու քեզ այդ զորությունը։ Նայեք գործ կառակելոցին։ Սա վերջի տերն ուզում եմ կարդամ ու կանգնեն գաղութքի։ Նայեք ինչ արեցին աշակերտները։ 4-րդ գլուխ 29 խոսք։ Եվ հիմա ով Տեր նայի նրանց սպառնալիքներին եւ շնոր կարա քո ծառաներին, որպեսզի բոլոր համարձակությունով քո խոսքը խոսեն։
Գիտեք, բոլոր ժամանակներում մարդիկ են եղել, որ քեզ սպառնալու են։ Չխոսեք այդ ավետարանը։ Ձեններդ կտրեք, մի պատմեք դրա Հիսուսի մասին։ Մենք ունենք մի հատ տաճար, գնում ենք մեր տաճարը։ Շատ լավ է, տաճարը քանիսիդ կյանքն փոխե։ Քանիստ եք հայոյում, էլ չեք հայոյում։ Քանիստ են անառակություն անում, էլ չեն անում։ Քանիս են մարդասպան ու դարձան սուրբ։ Եթե տաճարը կարող էր փրկել, վաղուց իմ կյանքը փրկած կլներ։ Բայց Հիսուսն է փրկում։ Հիսուսն է փրկում։ Շարունակություն ինչ ասում։ Քո ձեռքդ երկարացրա բժշկելու քո որդի Հիսուսի անունով նշաններ ու հրաշքներ կատարվեն։ Երբ նրանք աղոթք էին անում, շարժվեց այնտեղ, ուր հավաքված են, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ Աստծո խոսքը համարձակ քարոզում էին։ Համարձակ քարոզում էին։ Հարցնում են, դու ել ես հավատացել։ Մեկ էլ սեկրետ ես ընկնում։ Քիմթա։ Այո։ Ես քրիստոնյա եմ։ Հա, լավ, ես պրոստը մենք ուզում ենք իմանանք դու քրիստոնյա ես թե չէ, բայց երբ որ սկսում ես կմկմալ, գիտեք, սկսում են քեզ ծաղրել։ Այո, ես հավատում եմ Հիսուսին։ Հիսուսը իմ կյանքը փոխել է։ Էլ ու չես խմում։ Ոչ։ Գիտես տղամարդկանց մեզ, էլ լևի չես հետում։ Ասում է չէ, իմ դադարել եմ, պրավի եմ հետում։ Քննությունը հեսավ դու տամ։ Քննությունը բոդի տամ պրավեն անեմ, հա։ Գիտեք մի քանի բան կա, որ մարդիկ միշտ ուզում են դա տեսնեն։ Բայց գիտես իրականում Հիսուսը քո կյանքը փոխել է։ Դադարել ես մեղավոր բաներ մտածելուց։ Եվ քո կյանքը սուրբ է։ Սկսի ապրել սուրբ։ Գիտեք, ես երեխաներ ունեմ, եկեղեցու մասին է խոսքս, եկեղեցում երեխաներ ունեմ։ Ու ես այնքան ուրախ եմ իրենց համար։ Ես հաճախ շատ մարդկանց հետ խոսում եմ, եւ երեխաներ կա, որ իրանք վկայություն ունեն։ Ասում եմ, մենք իրենց ճանաչում ենք։ Մենք տեսել ենք իրանց նախկին կյանքը ու հիմիկվա կյանքը, իրանք իրոք փոխվել են։ Իրանք իրոք փոխվել են։ Բայց երբեմն ես ցավ եմ ապրում նաեւ որոշ մարդկանց համար, որ ասում եմ, լսեք, իրանք ոնց կան, այտենց կան։ Ես ցավ եմ ապրում դրա համար։ Ասեմ այդ դեպքում ինչի՞ չեք նայում այն մարդկանց, ում կյանքը փոխվել է, որ ձեր կյանքն էլ փոխվի։ Ասում ենք այդ ճանապարհին ենք։ Գիտես, դու կարող ես։ Կպի կողքին դասա դու կարող ես։ Գիտես երբ որ դու սրտացավություն ունենաս։ Գիտես երբ դու կարող ես այն ժամանակ, երբ որ դու աղոթքի ցենակում ծնկի վրա աղաղակում ես Տեր, փրկի։ Տեր փրկի։ Եթե դեռ չկա, հավատացեք մնացածը շոու է դառնում։ Ես եկել եմ այսօր ձեզ պատմեմ Հիսուսի մասին։ Նստեք։ Նստացրիր։ Վերցրեք ձեր թուղթ ու գրիչները։ Գիտեք, դասարան չես եկել։ Բայց երբ որ դու իրականում ապրում ես Հիսուսով, դու չես կարող չխոսել։ Դու չես կարող չխոսել։ Ու երբ որ դու խոսում ես, մարդկանց կյանքերը փոխվում են։ Գիտեք, փառք Աստծուն են մարդկանց համար, ովքեր որ խոսում են։ Մենք ես վերջերս մի հրաշալի քուրիկի հետ մի գյուղ էին գնացել։ Եվ գիտեք, մարդիկ ասում մենք ուզում ենք։ Մենք ուզում ենք։ Մենք ուզում ենք։ Մարդիկ ասում են մենք ուզում ենք։ Եվ այնքան կարևոր է, որ դու իրենց ուզելուն արձագանքես։ Ամեն։ Եսային ասում է 6:8 ով կգնա իմ համար։ Սել եկեղեցի, դու կանչված ես ավետարանը տանելու, դա քո միսիան է։ Եվ որ դու քո միսիայում չես, այդ դեպքում դու պետք է մտածես, այդ դեպքում ես որտեղ եմ։ Որտեղ եմ։ Ես չգիտեմ ինչի ես երկու անգամ իմ սրտի մեջ վառվել է այս խոսքը, որտեղ մի բան եմ հասկանում, եթե մենք չտանենք ավետարանը, մենք դրա համար հաշիվ ենք տալու Աստծուն։ Եթե մենք չտանենք փրկության լուրը, մենք հաշիվ ենք տալու Աստծուն։
Եթե մենք չտանենք ուրիշներն են տանելու։ Ու դու դառնալու ես քննադատ։ Ինչ են իրանք սենց անում։ Ուրիշ աղանդավոր խմբավորումներ են անելու։ Իսկ դու ընդամենը քննադատելու ես, բայց Աստված քեզ կանչել ու դրել է քո վրա զորություն, որպեսզի դու Աստծո զորությունով տանես ավետարանը։ Ամեն։ Մտածեք այս խոսքի վերաբերյալ սիրելի եկեղեցի, կամ այն մարդիկ ովքեր մեզ կլսեք։ Իրոք դուք ավետարանում եք, թե վախենում եք խոսել մարդկանց Հիսուսից։ Գիտեք, միակն է, որտեղ ոչ ամաչում եմ, որտեղ ոչ վախենում եմ խոսելուց։ Գուցե խոսեմ օրինակ հիմա X անձնավորությունը ասեն, հա, դու տենայ նոր դաշտում ինչ արեց։ Սաղի բմբլները կամուն տվեց։ Բայց գիտեք, ոչ մեկ չի կարա Հիսուսին ասի, գիտես չկա, բա որ իմանար նոր ինչ արեց։ Չկա տենց մեկը, որովհետև ինքը ամբից է, անարատ է։ Եկեք մեր ամբից, անարատ, սիրող Աստծուն պատմենք մարդկանց, ու թող մարդկանց կյանքերը փոխվեն ու փրկվեն։ Ամեն։ Ամեն։